Իդեպ ոսկրային ուռուցքների դեպքում թիրախում այս թոքերն են, չէ՞։ Այո, ոսկրային ուռուցքների պարագայում դա թիրախը հենց թոքերն է, հենց առաջինը ի սկզբանե ախտարվում է թոքային հյուսվածքը։ Ինչու՞։ Որտեվ իրանց մետաստազավորման մեխանիզմը հեմատոգեն է, այսինքն փոխանցվում են այդ արյան բջիջները արյան միջոցով եւ հենց թիրախը դառնում է թոքային հյուսվածք։ Ոսկրային ուռուցքների առաջացման դեպքում ժառանգականությունը կապ ունի։ Գիտեք ոնց է, համ կարելի ասել ունի, համ կարելի ասել չունի, որտեվ կան հիվանդներ, որոնք որ նշում են իրենց ընտանիքում ժառանգականություն, բայց հիվանդներ էլ կան ընդհանրապես, որից ժառանգականություն չկա, բայց ասենք երեխան հիվանդանում է։ Ուռուցքներն իմեն փափուկ հյուսվածքներում եւ ոսկրերում։ Այո, կան ոսկրային ուռուցքներ եւ կան փափուկ հյուսվածքային ուռուցքներ, ու դրանք տարբեր ուռուցքներ են, կատեգորիկ տարբեր են։ Փափուկ հյուսվածքների մեջ էլ կա բավականին չար ուռուցքներ, էլի սարկոմաներ, որոնք որ էլի եւս, բայց նրանք շատ ավելի վատ են ենթարկվում բուժման, քան ոսկրայինները։ Օրինակ, եթե մարդը վերջույթների հատվածում ունի ցավ, դա կարող է հուշել ոսկրային ուռուցքի մասին, թե կապ չունի։ Չէ, միայն ցավով մի քիչ դժվար է ախտորոշել, ու в принципе դրա համար կա հիմա առավել եւս հիմա կարող է դիմել նույն պոլիկլինիկա կարող է գնալ, ուղղակի անեն կամ սոնոգրաֆիա կամ ռենտգեն, ուղղակի ախտորոշելու համար ինչ խնդրեմ է, բայց դա այնպես չի, որ 100%-անոց պետք է ուռուցք լինի։ Այն որ ասում են հոդերս ցավում է, լինում է որ հոդացավերի համար ստուգում են, բայց բարձվում է ինչ որ ավելի բարդ խնդիրներ կան։ Երբ որ բոլոր հոդերն են ցավում, դա քիչ նման է в принципе ուռուցքային հիվանդությանը, բայց եթե մի հոդի ցավ է, в принципе կարող է լինել նաև ուռուցք ոսկրային։